Բերգզեմ Այ բերգի Ել հովակի Դա եծը Լծիկ եզա Էլ ըթո Վերկաց թաթով Կապիր քոշու Ծակել Ուր է հագել Հով ծաղա Միրա միտա Կգան քիմի Նու շաբոր Պրտի շաբոր Չապեչը Ուշ է վաչե Տաքել արել Մարդաստոր Քելե սրքել Ինչ զով է Սանդարկը սավեմ Արել բուրդ բերգզեմ Հեսքիտս նավեմ Արել շուտ բերգզեմ Հայոց տաները կարմիր են Քանզի սուրբ մաշտոցը իր սրտից է հանել իրույս Հայոց տաները կարմիր են Քանզի թրծվել են արդար արևակով Հայոց տաները կարմիր են Քանզի սրբազան կրիների են նախնակից եղել Եվ գանձերն այդ լեզուն է մարենի, տարերը Մեսրոպյան հայրենիքը սուրբ ու մայրը գյավ։ Ապրում է հայոց աշխարհում միայն, Մաշտոցն է նա, երանելի հայ, անքուն ու հոգնած օրեր շարունակ
ունի։ Ծնծղա ու բամբյուր քողովքն են երկել, կրունկի թևին կարոտներ վարել։ Հզալի հոգի աննահագ ուտել, ուրափար գդալ սրտասուր լեռան։ Մեկ տեսախորդավ պակչան նավի, ջջան չուրուսի մայիս պրկության։ Ման ես խորանի կտավ հալով
ընդհանրեն արդյունքի մի կաթին, սա երկիրն է չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտից մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Yeah.
պատերազմեն, վերանա ամեն տեսակ սպարգազեն, թևացին կապ ու երկնքում, խաղաղ ջերմակ աղավին, ազատ ու անվախ։ Իմ փոքրիկ սրտում կամի երազան, աշխարհում լինի միակ խաղաղ տան, որ ոչ մի մայր արդյունք չկապի, այդ խաղաղ հարթակ իմ կյանքում։ Ճիշտ է, զրկեցին ինձ իմ անձանից, մանուկ երազս անավակ վրա, մեկ է ուզ կգանք մեկ այս ամենից, ուզը գնանք երկիրը մեր ավետյաց։ Thank you.
ուսանողներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ լուսավորող առիթով։ Ցանկանում եմ սիրելի աշակերտներ, որ ձեր երազանքները, այն ինչ որ այստեղ հնչեցրեցիք, այդ գեղեցիկ խոսքերը, ձեր երազները կատարածվեն։ Ես համոզված եմ, որ դուք շատ լավ թափուն երազանքներ ունեք, ոչ միայն ձեզ համար, այլ նաև մեր հայրենիքի համար, մեր հայրենիքի աշխարհի համար։ Ուզում եմ ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները ի կատարածվեն։ Ուզում եմ, որ դուք արդեն տարաճանաչ եք, լավ սովորեք, լավ ճանաչեք մեր լեզուն, գնահատեք, հայփայեք, սիրեք, եւ քանի որ արդեն տարաճանաչ եք, հուսամ, որ շատ գրքեր եք կարդալու եւ շատ մեծ լուսավոր մարդիկ եք դառնալու եւ այն շարքը, որ մենք ունենք մեր ժողովրդի կազմում, լուսավոր, պայծառ մարդիկ, դուք էլ համալրելու եք այդ շարքը եւ նրանցից մեկն եք դառնալու։ Մենք էլ հպարտանալու ենք ձեզնով, որ ունենք նման լավ խելացի աշակերտներ, ձեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, ուսման մեջ հաջողություններ եւ ամենակարևորը լավ սովորեք։ Լավ? Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ Տիկին Սարգսյան այս փոքրիկ, բայց շատ բովանդակալից գեղեցիկ միջոցառման համար։ Ես գիտեմ որքան դժվար է եւ որքան ծանր է առաջին քայլերն անող դեպի դպրոց աշակերտի հետ աշխատանք կատարել։ Գոնե հաստատ համոզված եմ մեզանից յուրաքանչյուրը, մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը դրանում համոզվել է, որ իսկապես դասվարի աշխատանքը երեխային գրաճանաչ դարձնելու հարցում շատ լուրջ եւ պատասխանատու աշխատանք է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որովհետև այսօր մենք տեսանք, որ իրենք արդեն իսկ շատ բան են սովորել, շատ նոր գիտելիքներ են ձեռք բերել եւ ուզում եմ իմ երախտիկի խոսքը մտել ձեզ, շնորհակալություն հայտնել եւ մի փոքր այսպես հուշանվեր հասնել ձեզ գրքի տեսքով, քանի որ իրենց դուք եք գրաճանաչ դարձրել, դեմ դուք շատ գրքեր սիրում եք եւ շնորհավորում եմ ձեզ։ Ընթերցեք և սեպտեմբերին պատմենք Տիկին Սարգսյանին, լավ, պայմանավորվեցինք։ Այո։ Աննաճախացում եմ կրկին շնորհավորում եմ ձեզ, մեր սիրելի փոքրիկներ և ուզում եմ ձայնը տալ մեր համայնքապետ պարոն Զաքարյանին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես երեխեք ջան, ձեզ և երեխաներ, հարգելի ծնողներ, հարգելի մանկավարժներ, Տիկին Սարգսյան, ես իրականում հիացած եմ այսօրվա ձեր ուրճաբանքեցած այդնական հանդեսով ու ես մի քանի տարի սենց հետ գնացի ու հիշեցի այդնական հանդեսը և մի քանի տարի առաջ ես երեխաների նման երեխաներ էինք իրականում կրթությունը հատկապես առաջին դասարանում յուրաքանչյուր մարդու կյանքում տպավորիչ է լինում եւ իր ամբողջ կյանքում միշտ հիշում է թե ով է իրեն կարել սովորացրել այդ մարդը։ Սիրելի մանկավարժներ, Տիկին Հակոբյան, ձեր գլխավորությամբ շնորհակալություն եմ հայտնում մեր համայնքի աշխատակազմի անունից։ Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ ծնողներին, որ դուք կաք, որ երեխաներ եք ծնել եւ նոր հայրենասիրության ամբողջությամբ այդնական հանդեսը նվիրված է հայրենասիրության ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում դա կախված է եւ տնօրենի, եւ դասղեկի, եւ ծնողների ոգեբանությունից, որ այս ամեն ինչը հենց արմատապես փոքր տարիքից սերմանում ենք մեր հասարակության մեջ եւ մեր վաղվա ապագան մեր երեխաները։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլորիս։ Լավ է։
Մեր երեխաների առաջին գրական ուղու Այբենարյանի գրները սիրով բացելու և այդ ճանապարհը լուսավորելու համար։ Այսօր մեր երեխաները իրենց կյանքում մի նոր էջ են բացել, հրաժեշտ տալով Այբենարյանին, իսկ այդ էջի հեղինակներից ամենակարևորը դուք եք։ Այսօր այս միջոցառումը ոչ միայն երեխաների համար փոքրիկ ինչ-որ միջոցառում է, այլ նաև կարևոր նվաճում։ Սրտան շնորհակալություն ենք հայտնում ձեզ, ձեր անսահման նվիրվածությանը, հոգատար վերաբերմունքի և անսխալ ջերմության համար։ Ցանկանում ենք ձեզ շատ ամուսնություն, ուժ, սեր և անսահման համբերություն ձեր սերտման ճանապարհ, ձեր անցնող ճանապարհի ընթացքում։ Ուզում ենք, որ միշտ չստաք և բոլոր սերունդները թող ձեզ միշտ հիշեն բարձր երախտագիտությամբ ու բարի հիշողություններով։ Եվ ողջ ուսուցչական անձնակազմը։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ստեղծած վրդական մթնոլորտի և մշտապես մեր երեխաների և ընկեր Սարգսյանի կողքին լինելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև մեր իմ արտեղ գտնվող բոլոր հյուրերին, որ այս կարևոր օրը մենակ չեք թողել ոչ մեզ, ոչ մեր երեխաներին։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, բնականաբար, իսկապես պարոն Զաքարյանը շեշտեց, մեր համայնքը, մեր դպրոցի համայնքը շատ ամուր է։ Ծնող, դպրոց, ուսուցիչ կապը, աշակերտ կապը միշտ ամուր է, հուսամ, որ այդպես ամուր է շարունակվել է, որտեղ մենք առանց մեզ ոչինչ ենք, դուք առանց մեզ ոչինչ ենք, մեր երեխաները առանց մեզ ոչինչ են։ Ուրեմն բոլորս համախմբենք, որ բոլորս ունենք մեկ։ Եվ ի նպաստ մեր գործունեությունը ունենք մեր երեխաների ապագայի համար։ Շնորհակալ եմ։